դասերքի հասմանը, թե տուգանվել են արդյոք այդ մեքենաները կամ դրանց վարորդները կամ այն շահագործող ընկերությունը, ոստիկանությունը ուշադրություն, մայիսի 13-ին դիմել ենք, հունիսի 5-ին նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը միայն պատասխանել է, որ դա անձնական տվյալ է և չի կարող նման տեղեկություն տրամադրել։ Ինչ վերաբերում է կառավարության որոշման խախտման հիմքով վարույթ հարուցելուն, ապա ոստիկանությունը կձեռնարկի միջոցներ իր լիազորությունների սահմաններում։ Արդեն քարոզարշավը ավարտվել էր։ Ի հակադրում է սրա մեր ուժի կողմից օգտագործող տրանսպորտային միջոցների վարողների նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն քարոզարշավի ժամանակ, իբրև թե իմ կողմից քիչ առաջ հիշատակված կառավարության որոշման կանոնների խախտման փաստաղապատում իրականացնելու և այդպես տրանսպորտային միջոցները վարելու համար այդ որոշումները մենք ստիպված ենք եղել բողոքարկել և վարույթները կարճվել են, այսինքն տուգանքները վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումները եղել են ակնհայտ անհիմն։ Ինչու պետք է նույն իրավական ակտով սահմանված կանոնները գործեն մեկ կուսակցության համար և ոչ մյուսի նկատմամբ։ Կամ ոստիկանությունը ցուցաբերի լոյալ վերաբերմունք այդ պահին իշխող կուսակցության նկատմամբ և ոչ իրավաչափ տուգանի ընդդիմությունը ներկայացնող ուժին։ Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վախի մթնոլորտ ստեղծված լինելու, իրականությանը չհամապատասխանող տվյալներ հրապարակելու վերաբերյալ այս դատիճում ներկայացված գրեթե բոլոր փաստերը խնամքով սրբագրվում էին երրորդ անձի կողմից։ Օրինակ, երբ բերվեց փաստարկ առ այն, որ գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների 70%-ը ընտրակաշառքի միջոցով է ձևավորված, երրորդ անձը դա ներկայացրեց որպես քաղաքական հայտարարություն և պնդեց, որ իրենց իրավական դիրքորոշումը դա չէ։ Այդ կերպ ասած, կիրառվում էր մոտավորապես այս տրամաբանությունը, ես հիշեցնեմ բարձր դատարան, որ և Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց ձևավորել են նախադեպային իրավունք, որով բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական խոսքին տրվում է իրավական գնահատական։ Մեջբերումներ կարող եմ անել Չրակն ընդդեմ Հայաստանի, վճռի 177-րդ պարագրաֆ և Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի գործից Արդարադատության միջազգային դատարանի անբացման վճիռ 64-րդ պարագրաֆ։ Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն և այդ հայտարարությունը չգնահատվի իրավական գործընթացներում։ Հիմա, եթե հայտարարվել է, որ 70%-ը ընտրակաշառքով են ընտրել, ուրեմն պետությունը չի ունեցել բավարար ռեսուրսներ ու միջոցներ ապահովելու հավասար պայմաններ, քանի որ ընտրակաշառքը ևս ուղղակի ազդեցություն ունի հավասարության սկզբունքի պահպանման համար։ Նույնը վերաբերում է ատելության հռետորաբանությունը, որը ծայրահեղ դրսևորումներ է ունեցել բարձր դատարան։ Եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստանա, չեմ ասում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինել։ Սա ուղղակի մեջբերում է Նիկոլ Փաշինյանի ելույթից։ Սա ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է։ Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան. եթե քաղաքացիական պայմանագիրը չլինի, պատերազմ կլինի։ Բայց դարձյալ այդ դահլիճում այդ ելույթներն ու խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափազանցված և ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող։ Բարձր դատարան գործի լուծման իրավական ազդեցության տեսանկյունից էական չէ, թե կոնկրետ ում են ուղղված նման կոչերը՝ քաղաքական ուժին, ինչ-որ խումբ մարդկանց, թե կոնկրետ անձի։ Էական է և ապացուցողական տեսանկյունից կարևոր, թե ինչպես է ընկալում այդ կոչը կամ ելույթը քաղաքացին, որը ընտրողն է։ Սա է եղել այն միջավայրը, որում պայքարել են քաղաքական ուժերը։ Ինչպես պատասխանողի, այնպես էլ երրորդ անձի կողմից պարբերաբար նշվում էր, որ այո, եղել են խախտումներ, բայց դրանց քանակը բավարար չէ արձանագրելու, որ ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Սակայն բարձր դատարան ամավեր ճանաչելու թեստը ազդեցությունը որպես փաստ գնահատելու մեջ չէ։ Դատարանը, իսկ դրանից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գնահատեր, թե որքանով խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա, նույնիսկ եթե այդ փաստը տեղի չի ունեցել։
Օրինակ, եթե մեկ ձայն մեկ տեղամասում սխալ է հաշվարկվում, ապա այդ խախտումը ազդում է կոնկրետ այդ տեղամասում կոնկրետ արդյունքի վրա։ Բայց այդ խախտումը քիչ ազդեցություն կունենա կամ չի ունենա ամբողջ հանրապետությունում գրանցված արդյունքի վրա։ Կամ եթե ընտրության մասնակցող ուժերից մեկը իր հիմնադրամում պակաս է ցույց տվել մեկ աշխատակցի կամ մեկ տարածքի վարձակալության գումար, դա առաջ կբերի պատասխանատվության հարց ըստ ընտրական օրենսգրքի, բայց չի կարող ազդեցություն ունենալ համապետական ընտրության արդյունքի վրա։ Սակայն եթե բազմաթիվ տեղամասերում տեղ են գտնում ընտրության արդյունքների հաշվարկի սխալներ, քաղաքական ուժերից մեկը նախնական տվյալներով հաղթահարում է արժանացողիկության շեմը, իսկ վերջնական արդյունքներով ոչ, կուսակցություններից մյուսը նախընտրական հիմնադրամի ճիշտ տվյալներ ներկայացնելու դեպքում չէր կարողանա մասնակցել ընտրություններին, ապա այս եւ մնացած բոլոր խախտումների հանրագումարը ողջամիտ կասածից վեր հաստատում է մեկ փաստ. խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։ Եթե լսենք հակառակը պնդող կողմերին, ովքեր պնդում են, թե բավարար չեն եղել խախտումները, որպեսզի հաղթահարեն անվավեր ճանաչելու շեմը, ապա հարց է առաջանում. քանի հատ խախտում պետք է լիներ, որպեսզի ազդեցություն ունենար արդյունքների վրա։ Կա արդյոք որևէ մեկը այս դահլիճում, որ կարողանա հնչեցնել թիվ, արդեն այս պահին ապկա արդյունքների վերաբերել, թե քանի խախտման դեպքում մենք ունենանք ազդեցություն արդյունքների վրա։ Չկա եւ չի կարող լինել։ Բարձրաստիճան այս դահլիճում ներկայացրած փաստերը եւ ապացույցները չեն հետքվել, դրանց վերաբերյալ ներկայացվել է բացատրություն կամ բացաբանում, որը չի փոխում կամ վերացնում փաստի գոյությունը։ Ողջամիտ կասկածից վեր է, որ նախորդ 5 օրերի ընթացքում ներկայացված փաստերն ու ապացույցները վկայում են մեկ բանի մասին. 2026 թվականի հունիսի 7-ի արտընտրությունները չեն անցել հավասարության եւ ազատության պայմաններում։ Այդ երկու սկզբունքները խախտվել են պարբերաբար եւ համակարգված ձևով։ Մեզ համար բարձ է դարձել մեկ բան. եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են ընտրական օրենսգրքով։ Ձեր կայացած որոշումը կարևոր է Հայաստանի Հանրապետության ամբողջ ժողովրդավարական զարգացման համար։ Այդ որոշումն է, որ կամ վերջ կդնի չփարատված կասկածներին, կամ էլ ավելի խորացնի հասարակության մեջ արդեն 8 տարի ձևավորվող բևեռացումը։ Կայացրեք այդ որոշումը իսկապես հանուն Հայաստանի Հանրապետության։